Ողջույն, այսօր մենք կուսումնասիրենք աղյուսակների սինխրոնացման գործընթացը։ Այն թույլ է տալիս մեկ բազայի աղյուսակի գրառումները տեղափոխել մեկ այլ բազայի աղյուսակ։ Երբ խոսում ենք սինխրոնացման մասին, մենք գործ ունենք աղբյուրի և կրկնօրինակի հետ։ Աղբյուր կանվանենք այն աղյուսակը, որից սինխրոնացնում են տվյալները, իսկ կրկնօրինակ այն աղյուսակը, որում սինխրոնացվում են տվյալները։ Սկսենք։ Մեզ մոտ տարբեր բազաներում կա աշխատակիցների և հովանավորների աղյուսակներ։ Մենք կարող ենք ստեղծել աշխատակիցների աղյուսակ հովանավորյալների բազայում, դրանք կապելու համար, բայց նույն տվյալները երկու տեղ պահելը սխալ է։ Մենք երբեք չենք կարող երաշխավորել դրանց նույնությունը։ Խուսափելու համար դրանից պետք է օգտագործել սինխրոնացում։ Աշխատակիցների աղյուսակը կլինի աղբյուրը, իսկ հովանավորների բազայում մենք կավելացնենք այս աղյուսակի կրկնօրինակը։ Կրկնօրինակված աղյուսակները խմբագրելի չեն, դրանք միայն հղում են աղբյուրին։ Որևէ բան փոխելու համար անհրաժեշտ է փոխել տվյալները աղբյուրում և կատարել սինխրոնացում։ Կրկնօրինակ ստեղծելու համար պետք է ստեղծել նոր աղյուսակ և ընտրել Airtable Base ընտրանքը։ Airtable-ը կառաջարկի ընտրել կրկնօրինակի աղբյուրը։ Նախ առաջարկում եմ նախապատրաստել տեսքեր, այսինքն view-ներ, սինխրոնացման համար։ Մեզ բոլոր աշխատակիցները պետք չեն, այլ միայն հովանավորները։ Այդ պատճառով աշխատակիցների աղյուսակում կստեղծենք հովանավորների view։ Կդնենք զտիչ, պաշտոնն է հովանավոր։ Վերադառնանք հովանավորների բազա։ Ընտրենք աշխատակիցների բազան, աշխատակիցների աղյուսակը և հովանավորների view-ն։ Ստանում ենք սխալ, որովհետև այս view-ն հասանելի չէ սինխրոնացման համար։ Նրա մոտ չկա կիսվելու հղում։ Ուղղենք դա։ Սեղմենք Share View կոճակը։ Ընտրենք հղում ստեղծելու կոճակը։ Սինխրոնացման կարևոր կանոններ։ Աղբյուրի գրառումները ավելացվում են կրկնօրինակում։ Աղբյուրում փոփոխված գրառումները փոփոխվում են կրկնօրինակում։ Աղբյուրից ջնջված գրառումները ջնջվում են կրկնօրինակից։ Մեկ բազայում կարող է լինել միայն մեկ կրկնօրինակ։ Սինխրոնացումը կատարվում է միայն ձեռքով, since now կոճակով։ Սինխրոնացումը բարդ թեմա է, բայց շատ անհրաժեշտ կազմակերպություններում մեծ տվյալների բազաներ կառավարելիս։ Հաջորդ դասում կուսումնասիրենք, թե ինչպես ստեղծել ձևեր, տվյալներ մուտքագրելու համար, առանց դրանց ուղղակի մուտք ունենալու բազա։